Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ենթավեռնագիրը կամ վերնագիրը կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Սա շատ կարևոր արձանագրում է այն տրամաբանությամբ, որ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երբ որ մենք քաղաքացի ենք ասում, մենք քաղաքացի ասելով նկատի ունենք բնականաբար այդ թվում պաշտոնյաներին, ներառյալ այս դահլիճում գտնվող պաշտոնյաներին։ Եվ ինչպես մենք վերջին շրջանի մեր որոշումներում արձանագրել ենք, երբ որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործընթաց է եւ առանց սեփական կրթական մակարդակը բարձրացնելու հաջողություն չի կարող լինել, դա վերաբերվում է նաեւ մեզ, բոլոր պետական պաշտոնյաներին, եւ մենք մեր որոշումներով նաեւ ստեղծում ենք համակարգ, որպեսզի ոչ միայն հնարավոր դարձնենք պետական պաշտոնյաների եւ ընդհանրապես բոլորի համար կրթությունը, այլև որոշակի կառուցակարգեր սահմանենք, որում պետական պաշտոնյայի գործունեությունը կարողանանք գնահատել նաեւ այդ տեսակետից, ինչքանով է ինքը զբաղվում իր կրթությամբ եւ ինչքանով է որդեգրում կրթությունը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։ Այս իմաստով ես ուզում եմ մեկ դիտարկում անել կապված մեր վերջին շրջանի քննարկումների հետ, որովհետև մենք արդեն բավականին երկար անընդհատ քննարկում ենք եւ կայացնում ենք որոշումներ, որը վերաբերվում է ռազմավարությունների աստիճանակարգությանը։ Եվ մենք նաեւ վերջին շրջանում ռազմավարությունների հետ կապված որոշում ենք կայացրել, որ մենք 6 ռազմավարություն ենք ունենալու, եւ ես կարծում եմ, որ այս համատեքստում մենք այդ որոշումը պետք է լրացնենք նրանով, որ ինչ որ ձևով մեր 6 ռազմավարությունների կենտրոնում պետք է լինի կրթության ռազմավարությունը, որպեսզի այս դոկտրինի եւ այս տրամաբանության հետագա կիրարկումը այդպիսով տեղի ունենա, այսինքն կրթության ռազմավարությունը պետք է ռազմավարությունների աստիճանակարգության մեջ ունենա առաջնային եւ կենտրոնական դիրք, եւ սա նույնպես մի արձանագրում է, որը նոր է մեզանում, բայց կարծում եմ ամբողջությամբ բխում է այն ռազմավարությունների տրամաբանությունից, որով մենք մինչև այս դե ֆակտո եւ ինտուիտիվ առաջնորդվել ենք, այս բայց սկսած արդեն նաեւ դե յուրե հաստատված որոշման պետք է առաջնորդվենք։ Հաջորդ նրբությունը ըստ էության առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան եւ արտահանման շուկաների հասանելիությունը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Այսինքն մեր Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաեւ պայմանավորված է տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ եւ խաղաղության
բանաձևը խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում, եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաեւ տնտեսության մեջ։ Հաջորդ նրբությունը այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային եւ անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցումային ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Այսինքն մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը, ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ։ Բայց նոր պայմաններում տնտեսության համար կարևորագույն գործոններից մեկը արհեստական բանականությունը եւ թվային տեխնոլոգիաներն են, որոնք այս համատեքստում մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր տնտեսական, սոցիալական եւ հանրային իրողություն։ Այսինքն արհեստական բանականությունն էլ ոչ թե ինքը առանձին վերցրած ոլորտ է, այլ մի ոլորտ է, որը բացարձակապես ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես կրթությունը, որը մենք այլևս չենք նայում որպես առանձին ոլորտ, արհեստական բանականությունն էլ առանց անկախ դրանից մենք կնայենք թե չենք նայի, ինքը արդեն մի ոլորտ է, որը բացարձակապես ամեն ինչի վրա ազդում է ընդհանուր հանրային հարաբերությունների, աշխատանքի արդյունավետության, կրթության, գիտելիքի եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, որպեսզի այդ մոտեցող ալիքը ոչ թե սպասենք, որ մոտենա այդ ալիքը, այլ մենք ինքներս նախապատրաստենք, այդ ալիքը բերենք որոշակի կառուցակարգերով ինտեգրենք մեր կյանքին, մեր հանրային կյանքին, պետական կյանքին, բոլոր ոլորտներում եւ սրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որը իհարկե մենք ինչ որ ձևով արդեն իսկ սկսել ենք, բայց շատ կարեւոր է, որ մենք ռազմավարական նշանակության փաստաթղթում դա արձանագրենք։ Արհեստական բանականության հետ կապված կա մի լրացուցիչ գործոն, որը վերաբերվում է էներգետիկ համակարգին, որովհետև արհեստական բանականությունը եւ արհեստական բանականության կենտրոնները իրենք էլեկտրաէներգիայի սպառման խոշոր կենտրոններ են, այսինքն արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց էլեկտրական էներգիայի սպառումը աճում է մեր պատկերացումներով անհամաչափորեն, այսինքն այդտեղ նույնիսկ կարող ենք խոսել երկրաչափական պրոգրեսիայի մասին արհեստական բանականության բնականon սովորական աճի պայմաններում, ինչը նշանակում է, որ մենք էներգետիկայի զարգացմանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, բայց այստեղ մեզ համար բացվում են նոր հնարավորություններ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ է վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներով, մասնավորապես արևային էներգիան մեծ պոտենցիալ ունի Հայաստանի Հանրապետությունում եւ այդ պոտենցիալը մենք պետքա ճիշտ եւ ճշգրիտ օգտագործենք։ Ընդ որում ես գիտեմ, որ այստեղ էլ մենք բախվել ենք եւ բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ որ ոլորտում մենք հիմնականում նոր իմացություն եւ գիտելիք ձեռք բերելու մեծ պահանջ ունենք, բայց այդ պահանջը բավարար չափով չի լրացվում իմ դիտարկմամբ եւ մենք չենք կարող եւ այս թեմային առաջիկայում մենք պետք է անդրադառնանք, չենք կարող ասել, գիտեք, ինչ հիմա մենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է դանդաղեցնենք կամ կանգնեցնենք, մինչեւ մենք կհասցնենք այդ գիտելիքի հետևից։ Սա բացարձակապես
կարծում եմ անընդունելի է, ոչ պետք է մենք թողենք, որ վերականգնվող էներգետիկան զարգանա եւ մի բան էլ խթանենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որովհետեւ այստեղ խոսքը այդ թվում մեր էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է եւ մենք պատմական շանս ենք ստացել այդ թվում էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ եւ շատ ավելի ինքնիշխան։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ դոկտրինում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը, որը նախորդ իմ ասացի հետ ունի ուղղակի եւ անուղղակի կապ։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիայի եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ այն ինչ մեզ հայտնի բառով անվանվում է էներգախնայողություն, այստեղ խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների ռեսուրսներ ազատելու եւ այդ ռեսուրսները զարգացման այլ ոլորտներում ներդրելու հնարավորության մասին է։ Հիմա չնայած աշխարհում այլևս էներգախնայողություն արտահայտությունը չի օգտագործվում, որովհետեւ դա արդեն համարվում է հնացած արտահայտություն, այլևս խոսվում է էներգետիկ վերափոխման մասին, երբ որ ամեն կիլովատ ժամը ինքը կոնկրետ հաշվարկի մեջ է դրված եւ կոնկրետ տրամաբանության մեջ է դրված։ Միջարոտ չնայած երկարում է, բայց ես ուզում եմ մի օրինակ բերեմ, որ նաեւ հանրությանը պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մեր խնդիրը մենք սովորաբար ինչով ենք գնում, ասում ենք դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35000 դրամ, բայց մեկը 35000 դրամով էլ տունը չի տաքանում, միևնույնն է, որովհետև տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18000 դրամ, եւ ներդրումներ անենք, որպեսզի տունը բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։